Խորհրդարանում այսօր շարունակվեց կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականի քննարկումը, այստեղ կրկին վարչապետներ, նախարարները եւ առավոտից ներկայացնում էին կառավարության կատարած աշխատանքը անցած տարվա եւ ընդհանուր առմամբ 21-26 թվականի իրենց ծրագրի կատարմանը եւս անդրադառնում էին։ Այսօր վարչապետը շարունակեց իր խոսքը պատասխանելով արդեն պատգամավորների հարցերին, նրա ելույթը 3 էր, իսկ նիստին ներկա չէին ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Ընդդիմություն sense գալիս գնում գալիս։ Գրանցվում դուրս են։ Վարչապետ գրանցվում են, որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին։ Մենք 5 տարի այդ շարժն ենք տեսնում։ Ոնց որ պատտվիր կյանքի կարուսել երկը ունի, sense stage մտնում են դուրս են գալիս, մտնում են դուրս են գալիս։ Ընդդիմության միուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ, եւ չեք խանգարում դուք ընդհանրապես եկեք գրանցվեք գնացեք։ Շատ լավ։ Այս խուլիգանական վակխանալիային ներկա լինելը ոչ մեկի համար հաճելի չի։ Իրեն հարգող մարդ իսկապես այդտեղ անելիք չունի։ Պարտադիր չի գնան հարցը պատասխանի։ Հեսա կսկսվի ելույթները, ելույթների ժամանակ մենք մեր մոտեցումները, տեսակետները կներկայացնենք։ Կարծում ենք, որ սա նույնպես անհրաժեշտ է խորհրդարանական ամբիոնը այդ առումով անհրաժեշտ է օգտագործել։ Խոսքը ուղղել ոչ թե իշխանություններին, այդտեղ անիմաստ է։ Խոսքը ուղղել առաջի հերթին ընտրողներին եւ մեր ժողովրդին։ Ընդդիմադիր պատգամավորները թեև Նիկոլ Փաշինյանին չէին լսում, նրան հարցեր չէին ուղղում, բայց նիստերի դալի չէին գալիս այն պահերին, երբ արդեն տարբեր նախարարներ էին ելույթ ունենում, օրինակ այսօր հերթը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին էր։ Հարցս վերաբերվում է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած հայտնի իրադարձությանը։ Ես ուզում եմ ձեզնից տեղեկանալ, արդյոք այդ հրամանը դուք եք տվել, թե ոստիկանության պետն է տվել։ Նման կերպ ուրեմն բերման ենթարկելու կամ ձերբակալելու պատեհությունը ո՞րն է, այսինքն այդ ասֆալտին ծեփելու շրջանակների մեջ է տեղավորվում։ Բերման ենթարկելու process-ն էլ ոստիկանության դասական գործառույթների մեջ մտնող մեթոդ է, եղանակ է։ Կա գործառույթներ, որոնք որ ոստիկանությունը անկախ որևէ ցուցումից պարտավոր է իրականացնել։ Այս առիթը բաց չթողեց փոխնախագահ քպական Հակոբ Արշակյանը կրկին անդրադառնալու նախկիններին, կրկին հիշելու այն պատմությունները կապված նախկին իշխանությունների հետ, որոնք գործող իշխանության օրոք չնայած տրված խոստումներին այդպես էլ չեն բացահայտվել եւ դրանց այդպես էլ իրավական գնահատական այս 8 տարիներին չի տրվել։ Արդյոք հարցով դիմել եք ձեր քաղաքական առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին եւ նրան հարցրել եք արդյոք Պողոս Պողոսյանի պրիվետ ռոբ արտահայտությունից հետո, երբ նրա տիկնապահները այդ մարդուն բերման են ենթարկել զուգարան եւ ծեծելով սպանել նրան, դա իրավաչափ է, իրավաչափ չէ, արդյոք դուք ձեր քաղաքական առաջնորդին հարցրել եք արդյոք մարտի 1-ին, երբ Ջերեմուխա 7-ով ուղիղ կրակոցով ցուցարարներ էին սպանում փողոցում եւ նաև հրազենով կրակում էին բալկոնից նայող մարդկանց, արդյոք այդ հրամանը նա ուղիղ էր տվել որպես երկրի ղեկավար եւ գերագույն գլխավոր հրամանատար։ Օրվա երկրորդ կեսին արդեն նիստը շարունակվեց, արդեն հերթը պատգամավորների ելույթներին էր եւ այս դեպքում ընդդիմադիրները ակտիվ էին, գրանցվեցին մոտ 3 տասնյակից ավելի պատգամավոր ելույթների համար, այդ թվում նաեւ ընդդիմադիր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ 21 թվականին հավատացել եք իրեն, հավատացել եք, որ խաղաղություն ա լինում, հավատացել եք այն թեզին, որ այդ տեսեք ես քխնդիմությունը գալու է ու պատերազմա լինելու, հավատացիք, գնացիք, քվեարկեցիք, ընտրեցիք կառավարություն, ստացաք 22 թվականի պատերազմ, 23 թվականի ռազմական գործողություններ, 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի ադրբեջանական ագրեսիա, խաղաղության բերողի իշխանության ժամանակ, այսինքն հիմա 26 թվականի ընտրություններին, որ Աստված մի արասցե, Աստված մի արասցե եւ դժվար թե, ընտրվեք, 5 տարի հետո գալու եք, ասելու եք սիրելի ժողովուրդ, այն ժամանակ էլ պսևդո ադրբեջանական նախընտրական ծրագիր եմ գրել։ Օրինակ, եթե զեկույցը արտահայտեր մինչև 2018 թվականի պատկերը, օրինակ անվտանգության բաժնում պետք է գրված լիներ, որ մեր սահմանները կահավորված են կոնսերվայի բանկաներով, որ զինվորները կանգնած են ցեխի մեջ,
որ այն ինչ մատուցում են հայ զինվորին շատ հեռու է սնունդ կոչվելուց, որ աշխատավարձը, որ ստանում է սպան կամ պայմանագրայինը, պարտադրում է նրան երկրորդ եւ անգամ երրորդ աշխատանքով զբաղվել։ Ինձ թվում է այդ բոլոր նախկին ղեկավարները նայում են ձեզ ու ասում են, ինչ սենց էլ կարելի էր։ Ասենք ոնց կարելի է գալ ստեղ ձեր տված պարգևավճարների հրամանը միլիարդավոր դրամների, ասել ընդդիմությանը մեղադրել դրա մեջ։ Մեզ մեղադրում են, որ իրանց պարգևավճար են տալիս, մի տվեք, բա հեղափոխական տղերք ու աղջիկներ եք, հետո պարզվեց հեղափոխական տղերքն ու աղջիկները առանց պարգևավճարի ու էկոպադավատների չեն կարող աշխատեն, այ քեզ հեղափոխական տղերք ու աղջիկներ, այ Եվրոպա գնացողներ, այ Եվրոպա գնացող Նիկոլ Փաշինյան, ինձ մի հատ ցույց կտաք եվրոպական պետություն, որտեղ որևէ կուսակցություն նախընտրական ծրագրով հոգևոր առաջնորդ է փոխում։ Այդ ո՞ր մի Եվրոպա գնացող պետությունն է տենց անում։ Կրոնապետություն մենք երբ ենք դարձել։ Եվ ելույթները ընդհատվեցին աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, նիստը կշարունակվի վաղը, սպասվում է նաև վարչապետի եզրափակիչ ելույթը։